Մենք գտնենք Փարպի գյուղում, Փարպի գյուղը ունի շատ հին հայոց բնակավար է, այստեղ հիշադակում Ղազար Փարպեցուն նշանավոր, Հովսեփ կաթողիկոս Փարպեցի նորից, այսինքն մեծ նշանավոր անձինք է տվել Փարպի գյուղը եւ շատ նշանավոր է եւ նաեւ իր վանքերով։ Հիմա մենք գտնենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքում, որտեղ կա նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքներից։ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը սպասավորում է Արագածոտնի թեմի Փարպի համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Այս սրբավայրը սկզբում թվագրվել է 13-րդ դար։ Եկեղեցու մեծ մասը հողի տակ է եղել։ Վերջին տարիների պեղումների ժամանակ նոր շերտեր են հայտնաբերվել։ Հողածած քաթվածները մաքրելուց հետո պարզվել է 7-րդ դարի եկեղեցի է։ Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատացյալները ապրիլի 17-ին ուրբաթ երեկոյան հինավուրց եկեղեցում մեկտեղվել էին միասնական աղոթքի, կատարվեց միասնական ժամերգություն։ Ներկաներին խոսք ուղղեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Ապրենք Էջմիածնի լույսի ներքո, Էջմիածինն է հայի կյանքը իմաստավորում, նշեց Տեր հայրը, ասաց, որ աշխարհի բոլոր հայերը, ինչպես իրենք Իրանում, միշտ ապրել են Էջմիածնով, միշտ աղոթել են վեհափառի համար։ Տեր Եղիշեն փոխանցեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը։ Ամեն մի եկեղեցու, մեր Սուրբ եկեղեցու հիմքը նշանավորում է Սուրբ հաղթանակով, հարության հաղթանակով, որ Հիսուս հաղթեց մահին, որ Հիսուս դեռևս 4 օրվա հանգուցյալ Ղազարոսին հարություն տվեց, ցույց տալով, որ ինքն էլ պիտի հարություն առնի։ Եվ Հիսուս հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ, եւ Հիսուսի 3 օրվա մահը եւ հաղթական հարությունը, որ տեսան եւ կանայք եւ զինվորները, որոնք իրեն պահպանում էին։ Հարության, եւ մենք էլ պիտի հավատանք ճշմարտության եւ հարության գաղափարին։ Արագածոտնի թեմի հոգևորականներից յուրաքանչյուրն իր հովվության տարածքում պատարակներ, ծեսեր, ժամերգություններ է անցկացնում։ Շաբաթը մեկ անգամ հավաքվում են միասնական աղոթքի։ Թեմի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար Փարպի եկած հավատացյալները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված այս օրերին հանիրավի ազատազրկվածների, հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Եկող ուրբաթ ապրիլի 24-ին ժամը 19-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։